Նախ սկսեմ նրանից, որ բոլորս իր կարծիքն ունի յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ, ողջունում եմ իմ գործընկերոջ նախաձեռնությունը շատ, բայց ես էլ ունեմ իմ կարծիքը, բնականաբար այս ամենի վերաբերյալ, չեմ մասնակցել մինչև այսօր, որովհետև ֆիզիկապես Երևանում չեմ գտնվել եմ նկարանումների եմ եղել Երևանից դուրս, տարբեր մարզերում և այսօր գիշեր նոր վերջապես հասա այստեղ, անընդհատ հետևում էի ակցիային, բնականաբար ողջունում եմ, այո, շատ հպարտանում եմ, որ այս հարցը այսպես արձագանք է ստացել և կուզենամ, որ յուրաքանչյուր հարց այսպես հետևողական վերաբերմունք ցուցաբերենք բոլորս յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, որովհետև մեր երկրում շատ հարցեր կան լուծելու դեռևս։ Մասնակցել եք հիմա ձեր մեքենայով ակցիային այսօր։ Հենց հիմա ոչ, մեքենան ինձ մոտ չի, բայց մոտ ժամերին կմասնակցեմ, մոտակա ժամերին։ Մեկ էլ չնայած այդ մասին պարզաբանում եղավ։ Ձեռքով կտեղափոխեմ, եթե դեմ չեն ուղևորները, մի կանգառ կկարողանամ, հետո մինչև որ մեքենան վերցնեմ։ Ավելի շատ կանաս։ Անսարք վիճակում է ուղղակի։ Ում եք պատրաստ ավելի շատ ձեռքով տեղափոխել։ Դե չգիտեմ, տարբերություն չկա, ինչ տարբերություն, ուր տեղափոխեմ կամ կփորձեմ քաշի խնդիր էլ չլինի։ Ես Կիրակի օրվանից արդեն մարդկանց տեղափոխում եմ իրենց տները աշխատանքի վայր, բարև ձեզ երեխեք ջան։ Երեխեք այդ մեզ եք ցույց տալի, մենք սենց տենեն չենք վճարում։ Ինչ ասեմ, շատերն են միացել եւ հայտնի ոչ հայտնի մարդիկ ուղակի եւ անում են իրենց բարի գործը։ Ինչի համար բոլորին շնորհակալ եմ։ Ինչ փոփոխություն եք նկատել այս օրերի ընթացքում։ Այս ակցիան ինչ արդյունքներ է տվել դրա։ Այս ակցիայի գլխավոր արդյունքը, որ մեր հայ ազգը եւս մեկ անգամ վերհիշում է, որ նա միասնական է եւ եւս մեկ անգամ հիշում է, որ ուժեղը կարող է օգնել թույլին, մեքենա ունեցողը կարող է օգնել մեքենա չունեցողին։ Մի խոսքով շատ բարի դրացիական էմոցիաներ արտնացրել ինձ թվում է բոլորի մեջ։ Եվ մինչև երբ եք պատրաստվում ակցիան իրականացնել։ Ես մի քանի անգամ ասել եմ, այս ակցիան իրականում կարող է ժամանակ չունենալ, երբ որ մենք հասնենք մեր ուզածին, ուղևորները, երբ որ կրկին լինեն 100 դրամ, կարող է շարունակել, որովհետև շատ մարդ կա, որ այդ 100 դրամն էլ չի կարող վճարել։ Ես միշտ ասել եմ, գործի ես գնում, խնդրեմ 2-3 հոգու քեզ հետ կարող ես վերցնել, օգնել տանել։ Գալիս ես տուն նույնը։ Մոտավոր հաշվարկով կարող եք ասել, եթե հաշվել եք, թե քանի ուղևոր եք արդեն փոխադրել կամ քանի անգամ եք գնալ։ Օրական մոտարապես ես մոտ 100 ուղևոր եմ։ Այո, երկար է մի քիչ քշում, դա իրականում դժվար է 100 թվին հասնելը, բայց մոտավորապես Մինչև երեկոյան ուշ ժամ երևի։ Հա, հետո մի փոքրիկ ընդմիջում եմ անում եւ շարունակում եմ։ Եվ մի կարճ բան էլ, եթե ինչ-որ հետաքրքիր դեպք եղել այս օրերի ընթացքում այս պրոցեսի մեջ։ Շատ հետաքրքիր դեպքեր են եղել, մարդիկ ուզեցել ինձ գումար տան, մարդիկ բնականաբար հրավիրել են իրենց տուն, ուղղակի չեմ հասցրել գնամ, մարդիկ մի խոսքով մարդիկ կան ինչ որ կոնֆետներ են միշտ տալի տարբեր, հյուրասիրում են, կերակրում են, մի խոսքով շատ հետաքրքիր է անցնում։ Իսկ եղել է, որ ասենք խնդրեն երթուղուց չեղել, այլ կեսից մոռանում են, որ սա երթուղային տաքսի իմաստ ունի եւ կեսից դառնում է տաքսի։ Կոնկրետ մարկանց իրենց տներն եմ իջեցնում, տատիկներին օգնում եմ բարձրանան տուն, լրիվ պիոներական կարգավիճակում եմ հայտնում ճամփի կեսից։